Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 և ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակացանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաև այն կազմակերպությունները, այն կենտրոնները, որ ծառայություններ են առաջարկում մեծահասակներին, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօրվա իմ հյուրը Արտաշես Թադևոսյանն է, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Շնորհակալ եմ, որ ձեր առօրյայում մեզ համար ժամանակ գտաք զբաղված օրվա մեջ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Սա իմ համար շատ մի քիչ անսպասելի, բայց շատ հաճելի ուրեմն իրադարձություն է, որովհետեւ մի բան է ուսանողների հետ շփվել, մի բան է ուրեմն հետազոտություն անել, մյուսը հնարավորություն ունենալ շփվել մարդկանց հետ, դիմել այն մարդկանց, որոնց համար մենք աշխատում ենք, հանրային առողջության, առողջապահության հասցնենք, այո, լայն զանգվածներին մեր խոսքը։ Պարոն Թադևոսյան, այսօր մենք խոսելու ենք մեծահասակների մասին, այն ծրագրերի համար, այն կոնկրետ ծրագրի համար, որ ուղղված է եւ դեմենցիա ունեցող մարդկանց, Ալցհեյմերի հիվանդություն եւ նաեւ պալիատիվ խնամքի, այսպես ասենք, հասցեատերերին եւ նրանց ընտանիքի անդամներին խնամատարեն։ Ինչ ծրագրի մասին է խոսքը, ինչ դրամաշնոր է, ինչ եք իրականացնում, երբ եք սկսել, ինչ նպատակներ ունեք։ Ուրեմն սա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ծրագրերն են, թեմատիկ ֆինանսավորման ծրագրերն են 3 տարվա։ Մենք դիմել էինք 25-27 թվականների համար է, հաջողվել է, ես ասեմ, սա շատ ուրախալի բան էր, որտեղ սա նաև հրաշալի, բացի որ մենք գիտություն ենք անում, սա նաև հրաշալի հնարավորություն է երիտասարդ ամբիոնի աշխատակիցներին ներգրավել հետազոտության մեջ, ներգրավել հանրային, այսպես ասած, խնդիրների պարզաբանման, լուսաբանման եւ գնահատման։ Ծրագրի նպատակը պարզել ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող պացիենտների եւ նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը, բացահայտել նրանց կարիքները, այն բացթողումները, որոնք գոյություն ունեն, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, գիտենք, որ նրանց կյանքի որակը շատ է խախտված, շատ ծանր է ընտանիքի վիճակը, այդպիսի ծանր հիվանդներ ունեցող ուրեմն ընտանիքներում, բայց մինչև դա չի չափվում, չի դասակարգվում, չի գնահատվում, դա խոսակցություններ են եւ լուրջ ծրագրեր ինտերվենցիոն ծրագրեր ազդելու ուրեմն այդ խավի վրա, այդ շերտի, այդ մարդկանց վրա հնարավոր չի, որտեղ այստեղ պետք է ճիշտ ռեսուրսները բաշխել, հստակ հասկանալ որտեղից է գալիս ամենամեծ, այսպես ասած, բեռը ընտանիքին, հա, դա հոգեբանական է, դա ընկճախտն է, դա ցավ է, դա սոցիալական զրկվածությունն է, որին ենթարկվում են այդ տիպի հիմնականում խնամողները, պացիենտները եւ ստիպված խնամողները, որտեղ շատ հաճախ խնամողները ստիպված են լինում, եթե ոչ լքել լրիվ աշխատանքը, այսպես ասած թեթև ռեժիմի անցնել, որպեսզի կարողանան եւ տունը աշխատեն, տունը խնամեն եւ աշխատանք ինչ որ ձևի պահպանեն։ Ընդհանուր առմամբ առողջապահությունում ամենտեղ ուրեմն ռեսուրսները սահմանափակ են բոլոր մակարդակներով, դա լինի պետական մակարդակ, համայնքային թե անհատական ընտանեկան մակարդակ։ Եվ որպեսզի կարողանանք առավել արդյունավետ այդ ռեսուրսները ծախսել եւ մինիմալ ծախսերով ստանալ մաքսիմալ հնարավոր արդյունք, պետք է հասկանանք որտեղ ու ճիշտ ենք մենք ծախսում, թե չէ։ Դրա համար պետք է ամեն ինչ ուսումնասիրվի, չափվի, չափագրվի, այդ թվում վիճակագրական վերլուծության ենթարկվի, որտեղ այդ ինտուիտիվ մոտեցումները դե հա գիտենք էլի մարդը մեծացել է, խելքը թրծրել է, պետք է մի ձևի յոլա տանել, դա էլ մոտեցում է, բայց դա ասում են, քանի ընտանիքի դռանը չի չոքել խնդիրը, դա հեշտ է ասել, բայց երբ որ այո, իսկ
մեր աշխատանքի հիմնական նպատակը լինելու է գնահատել այդ իրավիճակը, հասկանալ որտեղ են ամենամեծ բացերը, որտեղ ինչ կարելի է անել եւ դուրս գալ առաջարկություններով եւ հասարակական կազմակերպություններով միանշանակ հասարակական կազմակերպությունների դերը այս տիպի խնդիրներում շատ մեծ է եւ իհարկե պետական մակարդակ է առողջապահության նախարարություն, սոցիալական աջակցության ծառայություններին եւ այլն։ Պարոն պրոֆեսոր, ես ճիշտ եմ հասկանում, որ այն լուծումները, որ նախ խնդիրը դուք կքարտեզագրեք, հասկանաք եւ լուծումներ կառաջարկեք, որը պիտի ծառայի պետությանը այս ոլորտում ձեր ասած ինտերվենցիաները, միջամտությունները կատարել։ Այսպես ասենք, պետությունը այսօր էլ ինչ-որ բան անում է, բայց որպեսզի ավելի արդյունավետ անի, ավելի ծախս արդյունավետ անի, ավելի ճիշտ անի, այո, մենք պիտի առաջարկություններ անենք։ Այս պայդրությամբ երբ եք ծրագիրը արդեն սկսում, արդեն սկսել է, դաշտային աշխատանքներ են կատարվում, երբ պետք է արդյունքներ ներկայացնենք, ասացի կարծես թե 3 տարվա ընթացքում պետք է։ Ծրագիրը 3 տարվա է, մենք արդեն սկսել ենք, բոլոր նախապատրաստական աշխատանքները անց են կացրել, հիմա մենք արդեն սկսում ենք փորձարկումները, այդ հարցաթերթիկների մեր մոտեցումների փորձարկումներն ենք արել, արդեն մի քանի տասնյակ դեպքեր քննարկել ենք, ուսումնասիրել ենք, որոշակի շտկումներ ենք մտցնում մեր աշխատանքային ծրագրերի մեջ իհարկե, եւ մեծ հիմա շատ ինտենսիվ աշխատանք ենք տանում տարբեր բուժ հիմնարկների եւ հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի հավաքագրենք, գտնենք այդ պոտենցիալ շահառուներին, որոնց կարելի է հասնել, որովհետեւ այստեղ ուրիշ խնդիր կա, նրանք շատ հաճախ գրանցված չեն լինում պաշտոնական կայքերում, բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, որովհետեւ այլ եմ ասում, ժողովրդի մոտ այսպեսի մեծ բան կա, էլի տարածված, դե մեծ մարդ է, այլ ինչ պետք է անենք, թող տունը յոլա տանենք, հա, նրանք չեն էլ դիմում շատ հաճախ։ Մի շարք հիվանդություններ շատ լավ գրանցվում են, ասենք քաղցկեղը գրանցվում է, շաքարային դիաբետը գրանցվում է, բայց այդ հոգեկան հիվանդությունները եւ այդ խանգարումները, որոնք տարիքային շատ բան են, դեմենցիաները հատկապես, դրանց պետք է գտնել եւ հիմա մենք այդ process-ում ենք գտնվում մեր ծրագրերով մենք եկող տարվա ընթացքում պետք է ամբողջը հավաքագրենք, մշակենք եւ 27 թիվը արդեն վերլուծել, առաջարկություններ ձևակերպել, տպագրել այդ աշխատանքները եւ մենք չեմ անում օգտվեմ առիթից ասեմ որ մենք մանենք գալիս ձեզ եթե կարող եք գտեք մեզ դուք էլ օգնեք մեզ կարող ենք կոչ անել եթերում մեզ լսող մարդիկ եթե տանը ունեն ալցհեյմեր հիվանդություն ունեցող հարազատ կապվեն ձեզ հետ ինչպես կարող են կապվել եւ որպես օրինակ որպես դեպք իրենք էլ մասնակցեն այս աշխատանքին որպես բուժառու, որպես խնամատար։ Դա կլինի մեր համար հսկայական օգնություն, ես կողջունեմ ցանկացած հետադարձ կապ, ես կիսվեմ ձեր հետ մեր բոլոր հնարավորություններով, այսօր Փառք Աստծո կա email հասկացողություն, այսօր կա էլեկտրոնային post հասկացողություն, հա, ինչպես դիմեն, WhatsApp կա, Viber, ես կթողեմ ձեր բոլոր իմ կոնտակտները մեծ հաճույքով ոչ միայն իմ, այլ նաև մեր երիտասարդ աշխատողների, որ խնդրենք որ դիմեն բժշկական համալսարանի հանրային առողջության, բայց ավելի որպեսզի կարճ լինի ճանապարհը, մենք թողենք նաև կոնտակտային համարներ։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնամողների մեծ մասը 40%-ը իքական սերն է, կանայք են եւ հարսներն են Հայաստանում կարծես թե դա հատկապես այդպես է ինչ եք կարծում այս առումով մենք առանձնահատուկ ենք եւ արդյոք այն մարդիկ ովքեր այդ խնամքը տանում են հոգեբանական հարցերն հոգեկան առումով էլ դժվար է մեկուսացումը նրանց համար ինչ ունենք առաջարկելու յուրահատուկ չենք մեր մոտ էլ դա հիմնականում կանայք են ինչպես ընդհանրապես ասենք ամբողջ աշխարհում 70%-ը մոտավորապես բուժաշխատողների կանայք են մեր մոտ 80% էլ մի բան էլ մի քիչ ավելի բարձր է ուսուցիչները եւ բժիշկները միշտ համարվել են ասես կանացի մասնագիտություններ են եղել եւ խնամքն էլ իհարկե տանը մեծ մասնագնումա կանանց բեռա կանանց ուսերինա եւ իրանք ընդհանրապես ես կասեի գենդերային խնդիրները Հայաստանում քիչ ավելի սուր են դրված քան ամբողջ աշխարհում եւ սա լրացուցիչ իրանց համար գենդերային բեռա իհարկե իրանց մենք փորձում ենք օգնել հենց նրանով որպեսզի կարողանանք հեշտացնել այստեղ մի հատ օրինակ հետաքրքիր խնդիր կա մենք ուզում ենք պարզել որքանով ընդունելի կլինի
պացիենտների կողմից այսպես ասած ինստիտուցիոնալիզացիա բանի, հա, խնամքի, այսինքն հատուկ կենտրոններ տեղափոխելու, որովհետև օրինակ մենք փորձ ենք ունեցել մի քանի դեպք բաների հարցազրույցների ժամանակ, ոնց թե ինձ ուղարկեն բան ծերանոց եւ ծերանոց հասկաց ոչ թե ընտանիքի անդամները բուժառուն էլ բանն էլ խնամողներ ոնց թե ես իմ հորս թողեմ գնա ոչ մի դեպքում, հա, այդպիսի բաներ են ասում, բայց ասեմ մենք հիմա նոր ենք սկսել օգտագործել մի տերմին, որը մի քիչ ավելի չեզոք է, հա, խնամքի կենտրոն, տարեցների խնամքի կենտրոն, ծերանոց բառն մեր մեջ նստած, հա, որը իրականում շատ նեգատիվ բան է կրում, էլի, կոնոտացիա է կրում։ Ես կարող եմ իմ փորձառությունից էլ ասել, մի անգամ միկին զանգ տվեց, Alzheimer-ը խնամք Հայաստան, ասաց, որ մայրս վատ է, ուր տանեմ։ Ես տեղ ասեք, որ տանեմ։ Ես մի քիչ գուցե կոշտ պատասխանեցի, ես ուր պիտի տանեք ձեր մորը։ Երբ որ դուք փոքր եք եղել, երբ որ դուք հիվանդ եք եղել, ջերմել եք, չեք քնել, ուր է տարենլա ձեզ։ Պիտի խնամեք, որովհետև նաև զավակները այդ պարտավորություններ ունեն, այլ հարց է, որ պետությունը այլ գործիքակազմով ուղակի թեթևացնի այդ մարդկանց հոգսը, եթերում շատ պալիատիվ կենտրոնների ղեկավարներ, կազմակերպիչներ առաջարկել են խնամողի արձակուրդ հասկացությունը, եւ մենք շատ հրախուսում ենք, որպեսզի խնամողը 15 օրով, որոշ ժամանակով, այսինքն բուժառույն տեղափոխի համապատասխան կենտրոն, որտեղ մասնագետները կաշխատեն, ինքը հանգստանա, ուժ հավաքի, էներգիա հավաքի, որովհետև իսկապես դժվար աշխատանք է։ Ճիշտ է, արտասահմանում կա նույնիսկ տերմին կա, այդպես respite care-ը կոչվում, հանգստի խնամ, երբ որ խնամողներն են հանգստանում, բերում են շաբաթ-կիրակի օրերը սովորաբար բերում են բան, որ խնամքի կենտրոններ, որպես այդ 2 օրը գոնե մարդիկ լիարժեք հանգստանան, հա, եւ աշխատանքից եւ տան հոգսերից լիարժեք հանգստան, դա ընդունված տարբերակ է։ Այստեղ ասում եմ հոգեբանական բաներ կան, շատ այնց խոչընդոտներ կան, բարիերներ կան, որը պետքա կամաց հաղթահարվի։ Միանգամից ոչ մի բան չենք կարող անել։ Եվ այստեղ ասեմ, այդ նույն պալիատիվ խնամքը ժողովուրդը շատ սխալ է հասկանում։ Պալիատիվ խնամքը ես գիտեմ դեպքեր, երբ որ ասենք հոգեվարկի մեջ պացիենտին պալիատիվ բաժանմունքում պարկած բանի ուրսկաբանության ասում գոռում է կանչեք հետ բերեք Մենք պետք է հասկանանք, որ եթե բերել են պալիատիվ խնամքի կենտրոն, ուղղակի պետք է հիվանդը չի կյանքի որակի բարելավումն է, ոչ թե տառապանքի տանջակների մեջ։ Խնդիրը լրիվ ուրիշ է պալիատիվի։ Ես շատ երկար զբաղվել եմ նաև պալիատիվի sense ասեն գաղափարախոսությամբ եւ քաղաքականությամբ, որտեղ ես բուժող բժիշկ չեմ, ես կազմակերպիչ եմ, եւ շատ եմ փորձել այդ հասկացնել բոլորին, որ հասկացեք պալիատիվի գաղափարը լրիվ ուրիշ է։ Պալիատիվ օգնության բժշկի հաջողությունը ոչ թե հիվանդին 3 օր ավել պահելն է, այլ հաջողությունը, որ նա հանգիստ մարի, հանգիստ հեռանա այս աշխարհից, առանց ցավի, առանց տառապանքի։ Երևի պիտի այստեղ բառ օգտագործենք հայերեն ամոքիչ բառը, ամոքիչ բառն ենք մենք հիմա փորձում որովհետև գուցե պալիատիվ ասում ենք մարդիկ ակնկալիքներն այլ են այդ կենտրոններում մարդիկ ցավոք չեն բուժվում, այլև կյանքի որակն է բարելավում մինչև վերջին օրը, վերջին պահը։ Այո, դուք ճիշտ եք։ Եվ նույնիսկ բժիշկները դա չեն հասկանում։ Շատ բժիշկներ չեն հասկանում։ Վերադառնալով խնամատարների խնդրին, կարծեմ ձեր գոլեգան Հովհաննես Սամավելյանն այստեղ եթերում ասաց, որ 40%-ը խնամողների էլի ավելի վաղ մահանում է, քան խնամվողը, որպեսզի ավելի պատկերացնենք, թե ինչ բեռ է այդ մարդկանց վրա, որոնք երբեմն լուռ, երբեմն դա միանշանակ հոգեբանական եւ ֆիզիկական շատ մեծ բեռ է, շատ մեծ, եւ եթե մարդը հոգեբանորեն հանձնվում է, արդեն ոչ բժշկությունը կարող է օգնել եւ ոչ բան, այո, իսկ իրանք շատ հաճախ կոտրվում են, հանձնվում են տեսնելով այդ տառապանքները ու վախա մեջներ են գնում, բայց ես էլ եթե իմ ծնողս այդպես էր, ես էլ գենետիկա եւ այլն, հա, ուրեմն կարող է պատահի հետո խղճի խայթ են զգում, որ բավարար չարեցին, չկերավ, լավ չկերակրեցին, կամ մի կոշտ խոսք ասեցին, համբերությունը չհերիքեց։ Իսկապես դժվար է։ Աշխարհը ծերանում է, մեր երկիրն էլ բացառություն չի, խնամողների պակաս կա եւ լինելու է։ Եվ աճելու է։ Այո,
Ժամանակակից գիտությունը առաջարկում է խնամող ռոբոտներ, զբաղեցնող ռոբոտներ, ինչ եք կարծում, դա կարող է լուծում լինել։ Ես հիմա կասեմ, սենց ասեմ, սայփական կարծիք, սա իմ նա ես գուցե պաշտոնապես իրավունք չունեի դա ասել, բայց ես այդ արհեստական բանականությանը սենց ասեմ շատ մեծ տեղ չեմ, չնայած ես հիմա զբաղվում եմ արհեստական բանականության ներդրումը բժշկության մեջ, որտեղ ես հասկանում եմ, որ երևի առանց դրա պետք չի լինի, բայց ես չեմ ուզենա, որ իմ բաժակ տվողը լինի ոչ թե իմ որդին, այլ ինչ-որ մի հատ ռոբոտ։ Բայց պարոն պրոֆեսոր, երեխաներին ունենալ, պահել, հետո մի բաժակ ջուր տալու համար ասում են, որ այս մոտեցումն էլ հնացած է, ինչ է կարծում։ Ոչինչ պարտավոր չեն երեխաները, օրենքով պարտավոր են։ Նույնիսկ ալիմենտ են պարտավոր վճարել ծնողին։ Բայց բարոյական տեսակետից մենք ամբողջ խնդիրը նրանում է, որ տեխնիկան ավելի արագ է զարգանում, քան մեր ուղեղը, մեր բարոյականությունն է փոխվում, ու մեզ թվում է, թե մենք փոխվում ենք, բայց մարդիկ մնում են մարդ։ Բոլորը նույն ցավերով, նույն ձևի ցավում մեր գլուխը, ատամը, ոնց որ 10,000 տարի առաջ, ոնց որ 100 տարի առաջ, հիմա նույն ցավերն է մարդը քաշում։ Եվ ասել, որ գիտեք ինչ, հիմա ռոբոտը քեզ կօգնի կամ կողքինդ քեզ պետք է չօգնի, կամ ամեն ինչ պետք է։ Մենք շատ բան ենք փոխում շատ արագ, բայց ոչ մեր ներսում։ Հետաքրքիր բան եք ասում, ռոբոտների դերը, որ արդեն կիրառել են նաև հայ ծրագրավորողները Ռոբին ռոբոտին, Նորքի տուն ինտերնատում նաև մեր կազմակերպության հետ փորձարկեցինք, իմաստը այն էր ուրախացնելու, զրուցելու, նույն պատմությունները դարես մարդիկ հաճախ պատմում են, այն դեպքում, որ կատակում էին, որ մինչև որ արդեն լիցքավորումը կավարտվի, բայց մարդը կարող է գուցե համբերություն չունենալ նույն պատմությունները լսել, այդ առումով եւ դեղերը հիշացնելու, որոշակի փոփանքի առումով գուցե կարող է խնամատարներին աջակից լինել, ես այսպես եմ կարծում։ Ամբողջ, գիտեք ինչ, չինացիներն ասում են ամեն ինչ լավ է չափի մեջ, նույնիսկ չափավորությունը, հա։ Ուրեմն չափի մեջ, եթե ռոբոտը պետք է ինչ-որ բան նշան տա, որ արդեն ժամն եկել է, այս ինչ դեղը պետք է խմես, կամ այդ դեղը մատուցի, ես ընդունում եմ լրիվ։ Կամ իր երաժշտությունը միացնի, կամ ֆիլմից հատված, խաղեր։ Ես դա հասկանում եմ։ Բայց մարդուն ականջ է պետք, ոչ թե ռոբոտ է պետք, հա, թարմ ականջ խոսքը։ Եվ հենց այստեղ է, որ ես արդեն ասեցի, որ հասարակական կազմակերպությունները, այդ վոլոնտյորները, կամավորները, երիտասարդ կամավորները, դրանց պետք է ներգրավել ընդգրկել։ Ես չեմ կարծում, որ երբևիցե բանականությունը, ռոբոտները, համակարգիչները կգան փոխարինելու հումանիզմին, մարդասիրությանը, որոշ կհեշտացնենք, ոնց որ բոլոր գործիքները հեշտացնում են մարդու առօրյան մնացած բանը, լիարժեք չեն փոխարինի, կդառնան աջակից, ես հասկանում եմ։ Բան կա, այսպեսի ասացած, ասում բանը համակարգիչը երբեք չի փոխարինվի մարդուն, որտեղ դու միշտ անգլերեն պետք է ասեմ, ասում համակարգիչին կասես shut up, մարդուն կասես shut up, բանին կասես shut down, տարբերությունը միշտ կմնա, էլի։ Հետաքրքիր է առողջության համապարփակ ապահովագրության սպասվող բարեփոխումը։ Արդյոք նաև կյանքի վերջի ամոքիչ խնամքի այս պարագայում օգնություն կլինի ընտանիքներին։ Եկեք սպասենք տեսնենք, հա։ Որովհետև ես լավատես չեմ, որովհետև այդ փոփոխությունները ծրագրավորվել են, ես իմ առաջի կարծիքը տվել եմ երևի 2007 թվականից սկսած անընդհատ ինչ-որ թղթեր են ուղարկել, մենք էլ արձագանքել ենք, ամբիոնը գրել է բայց տեղից դեռ չի շարժվել։ Կարծես թե շատ մոտ ենք, պարոն պրոֆեսոր։ Մենք շատ մոտ ենք 2 տարի առաջ նաև, 26 թվականին 25-ին պիտի սկսենք, 26-ին պիտի սկսենք, հիմա 27-ին պիտի սկսենք, հետո 27-ը գա տեսնենք սկսում ենք թե չէ։ Ես ճիշտն ասած, հետո ես ասեմ, այն ինչ որ ասվում է, հետո չի կարողանում, այնտեղ կան շատ օբյեկտիվ իհարկե պատճառներ, որ չեն կարողանում, այդ թվում եւ ֆինանսական եւ կադրային ռեսուրսներ եւ այլն, հա, բայց երբ որ մի փոքր մասն են ասացի անում, նրանք ամբողջ գաղափարն են վարկաբեկում, հասկանում եք, ծրագիրը էֆեկտիվ է, երբ որ ինքը լրիվ աշխատում։
Դրա համար սպասենք, տեսնենք։ Ծրագրավորված է, որ պիտի օգնի, միանշանակ, բայց ռեալը չգիտեմ, չեմ կարող ասել։ Փորձառությունից զգուշավոր եք։ Կա բան, որ չհարցրեցի այս թեմայով, պիտի ավելացնեք։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք կիսվել, շատ բաներ ցավոտ եմ ես ինքս ընդունում, նաև եւ անձնական փորձից եւ արդեն ես էլ 60 պլյուս եմ, մի բան էլ ավել եմ, ես հասկանում եմ խնդիրները ոչ միայն տեսականորեն, այլև նաև ուղղակի ցանկանանք առողջ ծերացում, Երանելի բան է, այո, առողջ ծերությունը։ Ասում եմ մենք մեծացել ենք առանց պամպերսների, ծերանանք էլ առանց պամպերսների։ Պատկերավոր է, թող մնա։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Երկրորդ շնչառություն իսկապես հարթակ է բոլոր այս ծրագրերի մասին խոսելու, եւ ես իսկապես հույս ունեմ, որ մարդիկ մեզ լսում են եւ ունեն տանը դեմենցիայով հիվանդ ազգական պալիատիվ խնամքի կարիքն ունեցող կկապվեն համալսարանի հետ, իրենց օգուտը կբերեն այս ծրագրին, որպեսզի հետո մարդկանց նաև օգտակար լինեն այն առաջարկները, որ դուք կներկայացնեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես։ Ակտիվ եղեք, լսեք մեզ։ Հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ աղթում։